Իշխանափոխության գործընթաց նաև առաջարկում էր քաղաքական նկարիչ, խոսքը ՀԱԿ-ի մասին է, բայց այդպես էլ այդ իշխանափոխությանը իրենք չհասան, ինչով է վստահ, որ դուք եք հասնելու։ Մեր տարբերակը երկու հիմնական բան ունեմ ասելու ՀԱԿ-ի եւ մեր տարբերությունների մասին։ Մենք սկսում ենք գործընթաց, մենք ամեն անգամ չենք ասում, որ ամեն ամիսը մեկ կամ ամիսը երկու անգամ կամ երկու ամիսը մեկ պետք է ժողովրդին հրավիրենք իջնելու փողոց, բեմերից քարոզ կարդալու եւ ասելու ժողովուրդ գնացեք ձեր տները, սա մեկ շատ կարևոր մարտավարական խնդիր։ Երկրորդը մենք համոզված ենք, որ այն այլընտրանքը, որը ճագերտների մեջ այլընտրանքը, որը ներկայացնում է ՀԱԿ-ը, իրականում այլընտրանք չէ, այլ այս համագարկի ներսում որոշ փոփոխություններից այն կողմ չի անցնում, մինչդեռ մենք երբ խոսում ենք համագարկային փոփոխությունների մասին, մենք իսկապես բարի խորը իմաստով նոր համագարկի 4-րդ հանրապետության մասին ենք խոսում, որի հիմնադրույթները հայեցակարգը մենք շուտով արդեն կտնենք հասարակության հանրության առաջ սեղանի վրա, որովհետեւ իրենք ծանոթանան եւ իրենց ուղղակի մասնակցությունը կրեն այդ ծրագրի մշակմանը։ Բացի սրանցից սարդարավատ շարժումը, ինչպես ես մի քիչ առաջ ասացի, այս համագարկի ընձեռած քաղաքական գործընթացների ներսում չի լեցվում իր աշխատանքի բեմը։ Մենք արհամարհում ենք այս քաղաքական դաշտը եւ մեր գործընթացը ծավալում ենք եղածին զուգահեռ, եղածից լրիվ անկախ։ Մենք չենք ընդունում այս ներկա համագարկում ընդրությունների խեղդատվությունը, մենք փորձում ենք կազմակերպել իսկական ընդրություններ, որը ես ասացի վերջում հանգելու է օրինականության, լեգիտիմության եւ երկու իմաստներով լեգիտիմության։ Այսինքն մենք չենք մտնում իշխանությունների, այսօրվա իշխանությունների խաղի մեջ եւ մենք չենք գործում նրանց հաստատած խաղի օրենքներով, խաղի կանոններով։ Գործնականում սա է մեր եւ ՀԱԿ-ի էական տարբերություններից մեկը, իսկ բովանդակային առումով թե մենք ինչ ենք ուզում, ինչպիսի Հայաստան ենք ուզում եւ իրենք ինչ են ուզում, դա արդեն իր հերթին առանցին հարց է, որը շատ խոր է տարբերությունը։ Շնորհակալություն, հարցեր կան։ Դուք ինչ կավետացնեք, ես դա փակել կասեցի։ Ես ասում եմ, որ ուրեմն մենք շարունակելու ենք մեր այս աշխատանքները եւ մենք վստահ ենք, որ մայիսի 6-ի այսպես կոչված հանդիպումներից հետո այն մարդկանց, այն ազնիվ մարդկանց հույսերը, որոնք ազնիվ մարդկանց, որոնք հույս ունեին եւ դեռևս ունեն, որ այս ընդրություններով ինչ-որ բան, ինչ-որ փոփոխություն հնարավոր լինելու է իրականացնել, այս մարդկանց հիասթափությունը մեծ է լինելու եւ մենք բոլորին հրավիրում ենք օր առաջ միանալու մեր սկսած նախաձեռնած արտադրանքային գործընթացներին, որպեսզի օր առաջ իսկապես փոխենք այս իրավիճակը եւ մեր երկիրը տնենք արդեն իսկապես ավելի առողջ ուների վրա։